բարև ձեզ։ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենից բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցած Ալեքսանդր +ՍՊ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի լուսավանի լիթոդային պեմզայի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու մասին լսումներ ենք անցկացնում այսօր 15:04 2026 թվականին։ Խնդրեմ ով է ներկայացնելու։ Ես ներկայացնեմ Վիգեն Ավետիսյան, Ալեքսանդր Պլյուս ընկերության ներկայացուցիչն եմ, նախագծային թիմի ղեկավարը։ Ալեքսանդր Պլյուս ընկերությունը նախատեսում է իրականացնել Կոտայքի մարզի լուսավանի լիթոիդային պեմզայի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանում, ինչը համապատասխանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան է իրականացվում։ Ելնելով օգտակար հաստված ներկայացնեմ մի քանի տեխնիկական լուծումների հետ կապված խնդիրների և բնապահպանական խնդիրների հետ կապված ինչ միջոցառումներ ենք նախատեսում իրականացնել նախնական փուլում։ Հետագայում արդեն նախագծային փուլում արդեն աշխատանքների հետ կապված ավելի խորացված աշխատանքները կներկայացվի։ Ելնելով օգտակար հաստվածքի տեղադրման պարամետրերից, օգտակար հաստվածքի և մակաբացման շերտի հզորություններից տեղամասի մշակումը նախատեսվում է բաց լեռնային աշխատանքներով առանց հորատապայթեցման աշխատանքների։ Նախատեսվում է արդյունահանել լիթոիդային պեմզայի պաշար։ Բացահանքի աշխատանքային ռեժիմը ընդունվելու է ելնելով տեխնիկական առաջադրանքից և կլիմայական պայմաններից, բացահանքում աշխատանքները նախատեսվում է կատարել շուրջ տարի։ Աշխատանքային օրերի քանակը ընդունվելու է մոտ 260 օր տարում, աշխատանքային հերթափոխերի քանակը ընդունվելու է 8 ժամ տևողությամբ։ Բացահանքի շահագործման ժամկետը կազմելու է 20 տարի։ Մակաբացման ապարների հզորությունը տվյալ հանքավայրի տարածքում տատանվում է 0.5 մետրից 1.2 մետր սահմաններում, իսկ օգտակար հաստվածքի միջին հզորությունը մոտ 18 մետր հզորություն ունի։ Ընդունվելու է միակողմ մշակման համակարգ, հանքաստիճանի 45 աստիճան։ Մակաբացման ապարները նախատեսվում է կուտակել արտաքին լցակույտում, շահագործման աշխատանքներին զուգընթաց կիրառվելու է նաև ներքին լցակույտ առաջացում, այսինքն մոտ 2-3 տարի մակաբացման աշխատանքները իրականացնելուց հետո, երբ որ արդեն օգտակար հանածոյի պաշարների որոշակի մասը կհանվի, արդեն ներքին լցակույտը առաջացում է իրականացնվելու։ Աշխատանքները իրականացվելու են համաձայն քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի 6-ին հրամանի հավելվածի համապատասխան, այսինքն սանիտարական զոնան այստեղ պահպանվում է 100 մետր սանիտարական պաշտպանության գոտի, սակայն մեր նախատեսված տվյալներով մոտ 210 մետր, 210 ամենամոտիկ տեղը, բայց ավելի հեռու է գնում, այդքան հեռավորություն ենք պաշտպանելու։ Նախատեսվում է բնապահպանական միջոցառումներ, արտանետումների կրճատման չեզոքացման միջոցառումներից մի քանիսը նշեմ, կիրառվելու է արտաքին լցակույտը լինելու է միայն շահագործման մոտ 2-3 տարվա ընթացքում, հանքավայրի շահագործմանը զուգընթաց իրականացվելու է ներքին ռեկուլտիվացիա, փոշեգոյացման մակերևույթները անմիջապես չեզոքացվելու են, կիրականացվի փոշենստեցման նպատակով բացահանքի արտադրական հրապարակի ճանապարհի և ժամանակավոր արտաքին լծակույտի տարածքի ջրցանում, կիրառվելու է նաև փոշու սարքավորումների տեղադրում։ Հանքին մոտեցող ճանապարհը նախատեսվում է խճապատել, բազմակի տոփահանել, դա թույլ կտա նաև կրճատել փոշու արտանետումները բեռնատարների աշխատանքի ժամանակ։ Արդյունահանված հումքը պահեստավորվելու է ծածկ ունեցող տարածքում։ Հիմնական աշխատանքներին զուգընթաց նաև կանաչապատվելու է արտադրական տարածքի տարածքը, կիրառվելու են արագաճող, չորասեր թփեր կամ գաճաճ ծառեր։ Ելնելով տվյալ իրավիճակից, բացահանքի ճակատի երկայնքով կտնկվի պաշտպանիչ ծառաշերտ 2 շերտով։
որոնք կօգտագործվեն նաև տվյալ ծառատնկման համար կօգտագործվեն բարդի, սոճի և կեչի։ Սա հիմնական բնապահպանական աշխատանքներն են լինելու հողային ռեսուրսների պահպանության հետ կապված լեռնակապիտալ աշխատանքների սկզբնական փուլում հանքի արտադրական հրապարակի և ժամանակավոր լցակույտի տարածքից նախատեսվում է հեռացնել հողաբուսական շերտը, այն պահեստավորվելու է ենթակառուցվածքների հարակից հատվածներում, պարարտացվելու են։ Հողային զանգվածը հողահարումից պահպանելու, ինչպես նաև հետագայում արդյունավետ ռեկուլտիվացիա իրականացնելու համար պահեստավորված հողային զանգվածի մակերեսին կատարվելու է դաշտավլուկազգի բուսական խմբավորումների խոտախառնուրդի ցանկ։ Իրականացվելու է նաև արտադրական հրապարակի հողային հատվածի մշտադիտարկում։ Մշտադիտարկման արդյունքները ներկայացվելու են և շրջակա միջավայրի նախարարությանը և համայնքին կտրամադրվի։ Կենսաբազմազանության պահպանության միջոցառումների հետ կապված առաջին հերթին նախ մինչև աշխատանքները սկսելը իրականացվելու է որոշակի աշխատանքներ, հետագայում արդեն մոնիտորինգի արդյունքների հիման վրա իրականացվելու է, որ ինչ վնաս կամ ինչ միջոցառումներ հետագայում իրականացվի։ Անընդհատ տարեկան մեկ անգամ կատարվելու է նաև տարածքի կենսաբազմազանության մշտադիտարկում համադրություն ելակետային տվյալների հետ։ Հիմնական աշխատանքները սա է, եթե հարցեր կա, կարող եմ պատասխանել։ Շնորհակալ եմ։ Կան հարցեր։ Ճակատը, որ ասեցիք, բացվում է, ճակատը որ կողմա նայելու, տրասայի կողմ թե։ Չէ, աշխատանքները արդեն հասկացա ինչ եք ասում։ Տրասայից ներքև ենք։ Աշխատանքները իրականացնելուց նայեք, երբ որ արդեն նախագծային փուլի աշխատանքները սկսվի, երևի մենք հիմնական աշխատանքները կիրականացնենք դեպի տրասայից, դեպի ոնց որ արդեն համայնքի կողմ գա։ Բայց ճակատայինը ամբողջությամբ ենք նախատեսում երկու շերտանի ծառատնկում իրականացնել, ինչի համար, որովհետև ինչպես ասացինք նախկին անգամ, որ լսում եղավ, մենք նախատեսել ենք ավելի մեծ տարած, բայց հիմա արդեն նախատեսել ենք զուտ բացարանքի համար ավելի փոքր տարած, ճիշտ է լեռնահատկացման ակտը ավելի մեծ կլինի, որպեսզի ծառաշերտերը տնկվի, սա է։ Քամու մասին չլսեցի։ Քամու հետ կապված ասեցի, որ փոշի նստեցման նպատակով իրականացվելու է ջրցանումները, բայց խնդիրը կայանում է նրանում, որ մենք երբ որ աշխատանքները արդեն նախագծային աշխատանքները սկսենք, նախագծային երկրորդ լսման ժամանակ արդեն այդ հաշվարկներն էլ ենք ներկայացնելու, որ քամին ինչ արագությամբ, ինչ դիտարկումներ լինելու ու ինչ բնապահպանական միջոցառումներ, եթե քամու ուղղությունը նախատեսված լինի։ Դուք դեռ քամու ուսումնասիրություն չեք կատարել։ Ոչ, երբ որ արդեն համաձայնություն տան, արդեն նոր դրանից հետո նախագծային փուլում իրականացվելու է եւ այդ համապատասխան փաստաթղթերը ներկայացվի շրջակա միջավայրի նախարարություն, նոր լսման, երկրորդ լսման ժամանակ արդեն լրիվ հաշվարկներով ինչքան փոշիա, ինչքան օրինակ եմ վերցնում ծծմբական, ինչ որ ազոտական, ինչ որ փոշու հետ կապված բաներ կլինեն, հաշվարկներ կլինեն, ամեն ինչը հաշվարկված կներկայացվի։ Իսկ պաշարները երբ եք հետազոտել։ Պաշարները խորհրդային միության տարիներից է։ 69 հետազոտությունն է։ Բայց դա ըստ դուք հիմք եք համարում, թե ուզում եք նոր հետազոտություն։ Չէ, օրենքը դույլ չի տալիս, օրենքը սենց ասում մետաղականի դեպքում այո ուսումնասիրությունը պետք է արվի, եթե 10 տարից շատ է, պետք է արվի նոր դիմվի ընդերկօգտագործման իրավունք ստացվի, իսկ ոչ մետաղականի դեպքում դիմվում է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը վերցվում է, նոր եթե ռիսկը հասկանալի, ռիսկը արդյոք չեք տեսնում, երբ որ անցնեք գնականեք հետազոտություն, պաշարները
հասկանակ չի հաստատվում, ռիսկային չի ձեր համար։ Դե ռիսկային այնքանով, որ օրենքը հակառակը չի ասում։ Մետաղականի դեպքում, եթե ասում է, ոչ մետաղականի դեպքում չենք կարող գնանք ուսումնասիրության թույլտվություն անենք, պաշարները հաստատենք, վերագնահատենք ավելի ճիշտ, նոր հետո դիմենք։ Այդտեղ օրենսդրական խնդիր ունեմ, հիմա իսկ համայնքի համար, որպես տենց համայնքի համար ինչ միջոցառումներ եք նախատեսում։ Նայեք, համայնքի հետ կապված մինչև սոցիալականի հետ կապված մենք ինչպես նախկին անգամ ենք ասել, հիմա եմ էլի կրկնում, որ բացի համայնքի հետ կապված այդ սոցիալական, որ պարտադիր ներդրումները ամեն ինչը պետք է արվի, մենք պարտավորություն երևի համայնքի հետ կկնքենք, որ եւ ճանապարհաշինության հետ կապված ինչ որ օգնություններ տրամադրվի եւ առանձին սոցիալականի հետ կապված եթե համայնքը ինչ որ բանի կարիք լինի դիմի, այդպես քանի աշխատող է նախատեսում, հետո չեք։ Այս բանին չեմ կարող ասել, որովհետեւ էդի լրի նախագծից ելնելով կմնի ես լավ, հիմա շարունակեմ, ես ուզում եմ դուք տեղակայեք ով է ներկա, մենք ինչ ենք ստեղ, էլի, ուրեմն Հրազդանում ունենք առողջ Հրազդան քաղաքացիական նախաձեռնությունը, որ արդեն 30 տարի զբաղվում է այս հանքերի, հատկապես մտաղական հանքերով ենք շատ լուրջ զբաղվում, բայց ես էլ որտեղ մի քիչ հետո եւ առողջ միջավայր հասարակական կազմակերպությունը, 400 կազմակերպություն եք ներկայացնում, ճիշտ ասած մի քիչ որ զբաղվեցինք այս ոչ մետաղական հանքերով, տեսանք որ ստեղ էլ անմխիթար վիճակ է, որտեղ եւ Արձականի Աղվերյանի այն անտառներում լիք հանքեր կա, որ շահագործվել են, ռեկուլտիվացիա չի արել, կեսը գնացել են, կեսը այնտեղ անտառներն են վայելվել են, եւ այս հատվածում լիքը դուք էլ գիտեք, ես ձեր խոսակցությունից հասկացա, դուք փորձառություն ունեք շահագործել, այո, բացի դրանից ես տեսչական մարմնի ղեկավարն եմ եղել, ու շատ լավ տիրապետում եմ այս ամեն ինչին, հեսա ձեր հետ հարցին Կոտայքի մարզի, չէ, հանրապետության հանրապետության ես այդ ձեր հարցերը պատասխանում եմ ներկայացնելուց հետ հասկացա, որտեղ բնակապանական մասը շատ ճիշտ, շատ տրամաբանված ներկայացրեցիք եւ ուզում եմ ասել Երանեն մնացած բոլոր հանքերը գոնե իմանալ իրագործեմ հեսա կասեմ ինչի անենք իրագործեն թե չէ գոնե իմանալ որ այդպես պայմաններ կա, այդպես պահանջներ կա պետք է արվի այդ արդեն լավ է որ դուք դրան տիրապետում եք եւ քայլ առ քայլ հուսանք բոլորով միասին ինչ ամեր մտահոգությունը բոլորով էլ զբաղված մարդիկ են դեռ բայց սրտացավություն կա երկրի բնության հանդեպ որովհետև շատ տեղեր իրոք ավելվում է բնությունը մի քանի մարդի ընդհանրապես շահան դեռ արտարնելու պայմանով բնությունը պետք չի այտենց ոտատակ տալ մի քանի մարդու շահից ելնելով որովհետև տեսեք նես տեղեր կա գյուղն ավարի գնացել նես տեղեր կա այն օրինակներ չբերեն եւ Աղթալայում եւ Լոռիում եւ շատ տեղեր կա վարի գնացած այտենց լիք տեղեր կա Դրա համար ուզում եմ ասեմ, եթե այդ բանը մեջներդ կա սրտացավությունը, իհարկե կարելի անել, իհարկե պետք է անել, իհարկե գործ, իհարկե որտեղ երկիրը պետք է զարգանա եւ պետք է աշխատի։ Հիմա խնդիրը ընդհանրապես դա մեր պահանջը ստեղ է, որ ոգևորենք եւ գործ անենք, մաքուր, այո, տեսեք, ասեք, ընթացիկ անգամ ռեկուլտիվացիայի բաներ ասեցիք, որ շատ հանգարտնաբերողների համար եթե դաժե Այդ գաղափարը ինձանից դուրս եկե, որ ճիշտն ասեմ, ես վազարական եմ, որտեղ շատ լուրջ այդ մեկնաբանություն կար բնապահպանական առումով եւ դա աստված որ կանանք այն մյուս հանքերն հասնենք այդ բանը, թեմա որտեղ նախնական լսումներն շատ sense բաներ իրար չենք կարող ասենք, ընդհանրապես կարամ ասեմ ողջունում եմ, եթե կարողանաք այդ ինչ որ ասիկ դա պահպանեք եւ անեք այդ գործը ընդ որում ստեղ արդեն նախագիծը կլինի այդ սոցիալական ներգրավվածությունը շատ կարևոր է որովհետեւ ուզած չուզած համայնքը որոշակի տեղից վնասներ ունենալու է ինչքան էլ մենք ասենք շատ ենք անում ամենա ցանկացած տեղ մի հատ փոքր շենք ես կառուցում դու բնությանը վնաս ես տալիս եթե պետք է նկատի ունենանք եւ գոնե այդ չափով սոցիալական ներգրավվածությունը համայնքում ունենանք
եւ շարունակությունն էլ դա պետք է իմանաք, որ միշտ վերահսկողություն կա։ Հիմա տեսեք մեր շարժումը ակտիվանում է, մենք բավականին ներգրավվածություն ունենք, այսօր 4-ով եկանք, բայց հիմա եթե շատ լուրջանա, շատ մեծ թիմով ենք գալիս, արդեն հետևում ենք, պետք է իմանաք, որ սրտացավ մարդիկ կամաց շատանում են եւ պետք է միշտ քայլերը տենց անեք, որ իրար հետ հաշտ խաղալ կարողանանք գոյատևենք այդ դրա մասին խոսքը։ Կարողանանք այս երկիրը սիրելու անենք։ Միանշանակ շնորհակալ եմ։ Նախ ուզում եմ ասեմ, որ բացի որ ես մասնագետ եմ, ես նաև Չարենցավանի բնակիչ, Չարենցավան համայնքի բնակիչ եմ ու հենց ամենասկզբից 2000-ական թվականներից նախկին ընդերքի մասին օրենսգրքից, որ աշխատանքները ստեղծեց, ռեկուլտիվացիոն այդ գաղափարը մեր մտահղացումն էր, որ մտավ ու փառք Աստծո այսօրվա դրությամբ ստեղ խնդիրը կայանում է նրանում, որ եւ վերահսկողությունն է թույլ այդ առումով եւ շրջակա միջավայրի նախարարության աշխատելավոճը ինձ դուրը չի գալիս, ինչի համար, որովհետեւ այսօրվա դրությամբ փող կա, դրամագլխի հաշվեհամարին միլիարդներով փող կա, բայց այդ փողը ուր է գնում, ոնց է գնում, ինչ է արվում, չեն անում, բայց այդ որ ասում եք մետաղականների հետ կապված, էլի 2017 8 թվականներին էլի մեր շնորհիվ սկսվեց գույքագրումը արվեց այդ նախկին լքված այդ պոչամբարների, լքված տիրազուրկ այդ լցակույտերի այդ կապված գույքագրումը արվեց։ Էլի առանց ֆինանսավորման, էլի մեր աշխատողների իմ նախկին վարչության աշխատողների շնորհիվ այդ աշխատանքները արեցին ու այդ ձև օդում մնաց, որ պետք է դրանից հետո ռեկուլտիվացիոն աշխատանքներին գումար տրամադրեն, բան այդ մնաց։ Իսկ հիմա հիշեցեցիք այդ կոչամբարների հարցը։ Այսօր Հայաստանի ամենասուր հարցն է ստրատեգիական առումով։ Նախկին այդ կոչամբարները ստրատեգիական առումով Աստվածչանն է կամ բնական աղետարնի կամ պատերազմների բաներն այդ կոչամբարները շատ բնակավայրերի համար կարանդական ուղղակի աղետարներ։ Արդեն դեռ աշխատել եք իմանաք, որ կոչամբարը ինչ Ես արտասահմանում տեսել եմ, եթե չեմ սխալվում, Ալբանիայում էր քաղաքի կենտրոնում պոչամբար կար, այդ պոչամբարը ռեկուլտիվացրել էին ու այդ ռեկուլտիվացված պոչամբարի վրա ֆուտբոլի դաշտ էին սարքում։ Ես էդի տեսել եմ իմ աշխարհում։ Քաղաքի կենտրոնում։ Հետաքրքիր Խոսքը մշակույթի մասին է։ Այո, Ալբանիայում եմ տեսել։ Ալբանիան պատկերացրել։ Քաղաքի կենտրոնում։ Գերաչն մշակույթի Գերմանիայում միշտ տարել են քարածուխի հանք, որը հանք ա եղել, այնտեղ հիմա տուրիստական զոնա է, այդ նույն բաները, թունելները, որի մեջ քարածուխ էին առնում, մարդիկ հերթ են կանում, որ այդան Պրագայում էլ կար։ Արցախագործների բաները հագնեն, մտնեն այդ թունելների մեջ, բանանեն, բայց նայում ես ռեստորան էր, հենց թունելի մեջ ռեստորան կար։ Ուղղակի այդ մշակույթն է։ Մշակույթ, այո։ Ճիշտ ասած, տեսեք, եւ ձեր ասած եւ տեսչական մարմինը այդ միշտ իրադերում չի եւ բնապահպանությանը, բայց մեր ամենամեծ խնդիրը որ բնակչությունն անտարբեր։ Մեր բնակչությունը, տեսեք հիմա մեր բանն ասենք, գոնե հիմա գյուղի բնակիչներից պետք է 4-5 հոգի ակտիվ մարդ անել, որոնք սրտացավ է, բայց մտածում են ամերիկամեկային չասենք, չի ներկայացնում։ Ես որպես Չարենցավան քաղաքի բնակիչ ասում եմ, որ միանշանակ այնց եմ անելու, որ ինչի մենք հենց այդ աշխատանքների փուլում նախատեսում ենք, որ մի քանի տարի աշխատանքները լցակույտը երբ որ իրականացվի, հետո ներքին լցակույտ առաջացում իրականացնենք։ Որ եւ փոշու խնդիրն է լուծվելու, եւ ռեկուլտիվացիայի խնդիրն է լուծվելու։ Եվ դա ինչ է կառուցելու։ Որ Ալբանիայից դրանցենա Չէ, երբ որ ռեկուլտիվացիան երբ որ իրականացնենք կամ հետագայում արդեն համայնքի հետ կքննարկենք կամ արդեն ծառատուն կիրականացվի կամ էլ ինչ որ հետաքրքիր մի հատ ես նախատեսել եմ տարբեր տեղեր օրինակ որ աշխատում էին նախատեսել էի որ տուրիստական ինչ որ զոնաներ ստեղծեինք թեկուզ այդ որ հիմա ասում են ձկնաբուծարաններ են սարքում են անում բնական ձկնաբուծարաններ դառնում
Հանքավայրերի տեղերը բնական ձկնաբուծարաններ դառնալու, ոչ թե այսքան ձկնաբուծարանների տեղ տային։ Տուրիստական զոնա։ Մանուկյանը նշեց կներ ձեր ազգանունը։ Ավետիսյան։ Ավետիսյան ջան, այս նո հարցը պիտայի, բայց դու առաջ ընկար, այսինքն դու հարցին տիրապետում ես երկու կողմից է։ Տեսչական մարմին, պետական, օրգան եւ մյուս կողմից դու շատ լավ հասկանում ես այդ խնդիրները, որոշ մաս ասեցիր, թույլ վերահսկողություն եւ այլն։ Ես մշակույթի մարդ եմ, օգտագործես մշակույթ տերմինը, եկեք անկեղծորեն էլի մի հատ օրինակելի բան անենք։ Օրինակելի սա լինի։ Մենք ձևավորում ենք նոր մշակույթ, այսինքն ինչ է, որ ասում են, պատմական մի պրոցեսի մեջ ենք մենք եկել, մեր պապերը մեզ բերը հասցրել են, շնորհակալ ենք իրանց, մենք ձևավորում ենք հիմա այդ հանքարդյունաբերության օգտագործման, շահագործման, չգիտեմ, ինչ այդ մշակույթի ձևավորման սկիզբն ենք, երևի ստարտում ենք, դու ավելի լավ կիմանաս։ Եկեք անենք էլի դա, այդ մշակույթը երկու կողմանի, ոչ թե հակադիր, ինչ-որ բևեռներ դիտենք իրար դեմ պայքարող եւ այլն, չէ, մի միասնական թիմ դառնանք, աշխատենք, ձևավորենք եւ թող ուրիշ տեղից գան, ասեն, որ տեսնենք Հայաստանում, զարմանան, որ Հայաստանում տենց բան կա։ Շատ եմ հեռու դրանից Ես հեսա կասեմ, հեսա որ վերջ հասնենք, հեռու մոտիկի մասին չի, մենք պիտի սկսենք, որպեսի մոտենանք, պետք է սկսենք։ Իսկին հարց է, տենց էլ մասնագիտական Զարմացա զեկուցում, որ սենց գրագետ էր, ոչ թե մենակ տիրապետում են էքսկավատորի սամասվալին, եկեք սկսենք էլի։ Չի դիապետում։ Ես էլ հաշվիքով զարմացա։ Առաջին անգամ որ գրագետ ներկայացնում, որտեղ հենց այդ ներկայացնում։ Երևի մեր համայնքի չեք գալիս։ Մեր համայնքում մի շատ գրագետ են ներկայացնում։ Ես ասեմ ես մեղան, չէ ձեր համայնքի չեք գիտեմ, 100 տարի սպասարկել, ռայկոմի ժամանակից։ Բոլորին անգիր գիտեմ, բոլորին։ Ուրեմն Խնդրում եմ ֆիքսվենք հանրային լսման վրա, լավ։ Համայնքում երկու լսում եղավ, եւ դենե խտանյութը, որ ընդդեմ բերում են, վերամշակում են։ Այդ լսումների ժամանակ չկարացինք հասկանայինք, թե իրանց աղբը կուտակած մոլիբդենի այդ մնացորդները բանը, որտեղ են կապելու։ Չկարացինք հասկանալ։ Բան չասեցի, լավ, եկեք ուղղակի ես ուզում եմ հիմա մենք ֆիքսվենք այսօրվա հանրային լսման վրա, մենք անենք շատ ամենից խոսենք, մյուս հանքերից բերենք, ես կա հումորով ինչ-որ բան ասի, մի ֆիքսվեք դրա վրա։ Ընդունեցի, վերջ, այսօրվա հանքի հետ կապված, արդյունահանման հետ կապված։ Ունենք հարցեր, չէ՞, տենց մենք ամբողջ օրը կխոսանք, էլի։ Ես մի հարց ունեմ, մեր տեխնիկական մասով չեմ նախատեսել ինչ տեխնիկաներ են էլի աշխատելու, մի հատ որտեղ ձայնը կարևոր ստանալու մեր ֆորմատները։ Այո, ամուքի հետ կապված մեկ էլ հա ինչ-որ մեծ այդ արտանման բան էլի հասկանանք, այսինքն Թափոնները։ Չէ, թափոնները։ Տեխնիկայի հետ կապված տեխնիկական հա մասերը։ Նայեք, խնդիրը լինելու է առանց հորատապայթեցման աշխատանքների իրականացվելու, ասեցի, լինելու է էքսկավատոր, բուլդոզեր այդ սիստեմայով աշխատելու։ Տանելու են, բարձելու են տանել, դա հետագայում արդեն մի հատ քննարկենք մանասրող սարքեր կնի սկզբնական փուլում կարող է, բայց տեխնիկան լինելու է վերջի ոչ թե կամասներով, չէ, ես հասկացա ինչ եք ուզում ասեք, չէ, խորհրդային միությաններին տեխնիկաներից չլինելու, թե 12, 120 քանից, կամաս, չէ, այս վերջի տեխնիկաներից է լինելու։ Հետ եմ խոսացել, Եթե չկան այլ հարցեր կոնկրետ այսօրվա հանրային լսման վերաբերյալ, մենք անջատենք ձայնագրումը եւ կարող ենք երկար խոսել ամեն ինչից։ Եթե չկա հարցեր, հա, շնորհակալություն։